Պարոն Պետրոսյան, եթե ճիշտ ենք ֆիքսել, խնդրում եմ հաստատեք, Հովանավանքում կեղծ պատարակներին դուք մասնակցել եք, թե ոչ։ Մեր երկրում յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի, դավանանքի ազատություն եւ խնդրում եմ իմ սահմանադրությամբ երաշխավորված ազատությունների մասով ինձ հարցեր մի ուղղեք։ Ես սիրով կպատասխանեմ իմ հանրային քաղաքական գործունեության կամ հետին վերաբերող հարցերին։ Իսկ պատարակների մասին, պարոն Պետրոսյան, ասում հիմա դուք եկել եք բռնանակ իմ սահմանադրական իրավունքներին, չեմ հասկանում։ Դա իմ անձնական որոշումն է, երբ պատարակի գնամ, որտեղ մասնակցեմ, ինչպես մասնակցեմ, ում հետ մասնակցեմ։ Այսօր ես իմ մտքի եւ խղճի թելադրանքով մասնակցում եմ այսօրվա պատարակին։ Մնացած մասով խնդրում եմ ինձ հարցեր իմ կրոնական եւ այլ անձնական տիրույթին վերաբերող հարթության հարցեր մի տվեք քաղաքական հանրային գործունեության հարցեր, որպեսզի շփվենք որպես հանրային գործիչ։ Պարոն Պետրոսյան, իսկ եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ, քանի որ դա քաղաքական կոնտեքստ ունի։ Եկեղեցու դեմ արշավ չկա, ես եւս մի անգամ ասել եմ այդ մասին։ Կան հոգեվորականներ, ովքեր քաղաքական գործունեությամբ են զբաղվում եւ քաղաքական գործունեության հարթության մեջ արժանանում են համապատասխան վերաբերմունքի այլ քաղաքական ուժերի, գործիչների կամ քաղաքականությամբ զբաղվող այլ սուբյեկտների կողմից։ Եկեղեցու դեմ հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ որևէ արշավ գոյություն չունի։ Ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, հայաստանյաց սուրբ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ որևէ արշավ եկեղեցուս դեմ գոյություն չունի մեր երկրում։ Պարոն Պետրոսյան, այսօր նոյեմբերի 9-ը 44-օրյա պատերազմական գործողությունների ավարտի օրը, բայց հեռաբլրում կան բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկին չենք տեսնում, նույնիսկ ուղերձների մակարդակով որևէ կերպ չի հիշատակվել։ Որքանով եք ճիշտ համարում իշխանությունների ներկայացուցիչների այստեղ լինելը եւ հեռաբլուր չայցելելը։ Ես գլուխ եմ խոնարհում Արցախյան հերոսամարտի քարոզիա պատերազմի, 44-օրյա պատերազմի եւ Արցախի տեղահանության օրերին իրենց կյանքը զոհաբերած բոլոր մեր նահատակների հիշատակի առջև մնացած մասով որը մեկնաբանություն չեմ ուզում տալ։ Այսօր հեռաբլուրում եւս պատարակեր նահատակների ոգեկոչման հետ կապված, ինչով է պայմանավորված, որ ընտրել եք հենց այս պատարակին մասնակցել։ Դուք դարձյալ անդրադարձակ իմ անձնական որոշմանը, իմ մտքի խղճի թելադրանքին։ Խնդրում եմ այդ մասով հարցեր մի ուղղեք ինձ։ Ես հարգեցի ձեզ, ձեր ինստիտուտը որպես 4-րդ իշխանություն ներկայացա։ Հիմա եթե շարունակելու եք այդ տիրույթում հարցերը, ես կհեռանամ պարզապես օգտվել մի իրավունքից։ Խնդրում կարևոր հարցեր չունեք ուրիշ։ Սա կարևոր հարց չէ, պարոն Պետրոսյան, ասում եմ ուրիշ, սա էլ կարևոր հարց, բայց ուրիշ կարևոր հարցեր չունեք։ Ժորժ ջան, հեծի վարույթն ավարտվում է, հարցեր չունեք։ Հեծից ունենք, անդրադառնալու։ Դե հեծից հարցեր տվեք պատասխանեմ։ Եկեղեցին չի կարող այս թեման սպառված լինի, եկեղեցին մեր գոյնը, մեր հարատևության նաև երաշխիքներից մեկն է, մեր պետականության նաև կարևորագույն բաղադրիչը, բայց ինձ համար պետությունը վեր է ամեն ինչից, ամենավերևում Աստված։ Խնդրում եմ հարցեր տվեք քաղաքական գործունեությունից։ Շատ լավ, եւս մեկ հարց կներեք, իշխանությունը պահանջում է կաթողիկոսի հեռացումը, սակայն կաթողիկոսը չի հեռանում, ինչպես եք պատկերացնում նրա հեռացումը, եթե նա անդրդվելի է, այսպես ասած։ Եթե մեր հանրությունը որոշեց, որ կաթողիկոսը պիտի հեռանա, կաթողիկոսը կհեռանա վստահաբար։ Իսկ թե ինչպես, ինչ գործիքակազմերով եւ այլն, ես վստահ եմ եւ ձեզ վստահեցնում եմ, որ դա կլինի իրավական, բարոյական, համակեցության կանոններին խիստ համահունչ, ինչպիսին է մեր կառավարումը վերջին 7.5 տարիներին։ Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, խոսելով հեծի կառավարումից, մյուզեումին չհետաքրեց հեծի հարցերը, այսինքն խնդրում եմ վերադարձեք հեծը լուսաբանենք, խնդրում եմ եկեք։ Կարևոր ասելիք ունեմ, ինչ եք հեռանում։ Հեծի նաև սակագնի վերաբերյալ Կարապետյանի հայտարարություններին, սրանց ինչպես կարող եք արձագանքել, պարոն Պետրոսյան։ Արձագանքեմ, ուրեմն հավանաբար գիտեք նոյեմբերի 18-ին ավարտվում է վարույթը եւ ՀՑԿՀ-ն արդեն առաջիկա մեկ շաբաթ 10 օրին պետք է նիստ գումարի։ Մինչ այդ օրենքով սահմանված կարգով 3 օր առաջ պիտի արդեն իր վերջնական եզրակացության նախագիծը հրապարակի եւ մյուս կողմը ծանոթանալու հնարավորություն է ունենալու, որպես դիրքորոշում ձևավորած ներկանա ՀՑԿ նիստին,
Բայց ես որպես ժամանակավոր կառավարիչ 3.5 ամսվա կառավարման շրջանում ինքս ուսումնասիրությունների, այդ թվում նաև վերահսկողության, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, այդ թվում նաև պետական լիազոր տեսչական մարմինների, լիազոր մարմինների վերահսկողական եւ ստուգողական նաև գործիքակազմերի կիրառման արդյունքում վեր եմ հանել շուրջ 10 հիմնավոր պատճառներ, որոնց հիմամբ օրենքով սահմանված կարգով հավանական եմ համարում, որ հեծը կզրկվի իր լիցենզիայից։ Դրանից հետո արդեն հեծի հետագա ճակատագիրը կկանխորոշվի ՀՑԿՀ ընդունած որոշումից բխող մյուս իրավակարգավորումներով։ Այդ մոտ մեկ տասնյակ իրավախախտումներից ամենաակնառուներից մատնանշեմ արժանահավատության, տվյալների հաշվետվությունների արժանահավատության ուրեմն խնդիրը, որը որ տարիների վեր խեղված է եղել եւ ոլորտը կարգավորող սահմանադրական լիազոր մարմին հանդիսացող հանրային ծառայությունը կարգավորող մարմնին հեծի կառավարիչներն ու ղեկավարները տևական ժամանակ պարզապես կեղծ հաշվետվություններ են ներկայացրել։ Ինչը ուղղակիորեն նաև ազդել է սակագնի ձևավորմանը։ Երկրորդը հեծը իր բնականոն գործունեությունը իրականացնելու համար իր կողմից իրականացվող գնումների, մատակարարումների, ձեռքբերումների գործընթացները արել է խիստ կողմնակալ, խտրական գնումների գործընթացների, այդ թվում նաև ՀՑԿՀ կողմից սահմանված նորմերին խիստ հակասող ձևաչափերով, դրանով ստեղծելով տնտեսական փակ մենաշնորհային արժեշղթա եւ գերշահույթների միգրացիա է կատարել հեծից դեպի Տաշիր ընկերությունների խմբին ուղիղ կամ անուղղակիորեն փոխկապակցված այլ տնտեսվարող սուբյեկտներ եւ տարիներ ի վեր տասնյակ միլիարդավոր ներդրումային ծրագրերը իրականացվել են Տաշիր ընկերությունների խմբի աֆիլիացված տնտեսական միավորների կողմից փակ պահելով էներգետիկ համակարգում որևէ երրորդ խաղացողի ներգրավումը եւ դրանով իսկ խոչընդոտելով ոլորտի զարգացմանը։ Երրորդ կարևորագույն խնդիրը կարելի ասել դա մեր կառավարությունից, ՀՑԿՀ-ից ու հանրությունից հեծի իրական տեխնիկական էներգետիկ կարողությունների վատթար ծայրահեղ վատթար վիճակի թաքցնումն է եղել, որով պայմանավորված արհեստականորեն իջեցրել են ցանցում կորուստների ցուցանիշները, դրանով եւ կատարելով, այսպես ասած, ՀՑԿՀ-ի կողմից առաջադրված պլանների փաստաթղթավորելով կատարումը, ինչպես նաեւ ահռելի ծավալների իմ գնահատականներով տասնյակ միլիոնավոր կիլովատ-ժամ քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառություն ունենալով, որը որ շատ ցանցերում արդեն իսկ ձերքի տակ եղած փաստերով կարող եմ ասել մոնետիզացրել են տնտեսության տարբեր ճյուղերում, դրանով ունենալով ահռելի ստվերային շրջանառություն։ Բոլոր այս մատնանշված փաստերով այս պայն նախաձեռնված են քրեական վարույթներ, շուրջ 1.5 տասնյակ քրեական վարույթ կա նախաձեռնված հակակոռուպցիոն կոմիտեում եւ քննչական կոմիտեում նախաքննություն է իրականացվում։ Ես նշեմ, որ մյուս կողմը այս ձեր մեղադրանքները չի ընդունում, սա Ես մեղադրանքներ չասեցի, ես հրապարակեցի փաստերը հարգելիս։ Մյուս կողմով Կարապետյաններ օրինակ, երբ որ հանդիպում եք նրանց այս ամենի վերաբերյալ Կարապետյանից մասին խոսել են։ Սակագնի մասն են խոսել Կարապետյանները։ Դրա մասին էլ Չէ, այնտեղ մի հոգի կա, արժեզրկված օբյեկտ կա այնտեղ մի հոգի, ով ես ինձ բավարարական իրավունք վերապահեմ հակադարձելու իր մի քանի վերջին ասուլիսներին անդրադառնալով իմ անձին ձևակերպումներ է տվել որպես համապատասխան սուբյեկտ։ Հիմա ես կասեմ ուրեմն այդ արժեզրկված օբյեկտին սուբյեկտները գոնե գործընթացների վրա ազդեցություն են ունենում, իսկ օբյեկտները առհասարակ գործընթացների վրա որևէ ազդեցություն չեն ունենում, եւ գործընթացները օբյեկտների հետ վարվում են ինչպես հարկն է։ Եթե դուք մատնացույց եք անում տվյալ օբյեկտին, այն ինչը որ ինքը ասում է, ես խնդրում եմ մեր հանրությանը հասկանալ հակառակ կողմից։ Եթե ինքը արդարանում է ինչ-որ թվերը մատնանշում, ուրեմն իմացեք, որ այդտեղ խնդիր կա։ Եթե ինքը կորուստներին է անդրադառնում, ուրեմն իմացեք, որ իրացման տնօրենը, ով տևական ժամանակ եղել է նաեւ այդ ռազմավարական հզորագույն կարևորագույն ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար ուղիղ պատասխանատու է այն հավելագրումների արևային ինքնաարտադրող էլեկտրաէներգիա ինքնաարտադրող կայանների սեփականատերի արտադրած արդյունքի թերգրանցումների, ինչպես նաև սեփական կարիքների թվերը բազմապատիկ անգամ ուրճացնելու արդյունքում
ահռելի քանակի էլեկտրաէներգիա ուղղակի կամ անուղղակի գրպանելու գործընթացների, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի պատասխանատուն է հանդիսացել, առավել ևս ինքը իրավունք չունի հետյանից խոսելու, ու ես մեկ անգամ արդեն շաբաթներ առաջ տնօրեն խորհրդի նախագահին Նարեկ Կարապետյանին, որպես բարի կամքի դրսևորում, բարեկամաբար հորդորել էի տվյալ օբյեկտին զերծ պահել մամուլի ասուլիսներից, հրապարակումներից, որովհետև յուրաքանչյուր իր մատնանշած փաստ, որի հետևից մենք գնում ենք, ահռելի Պանդորայի արկղ է բացում եւ ահռելի իրավախախտումներ ենք հայտնաբերում առերևույթ, որոնց ուղղությամբ, ասացի արդեն, 1.5 տասնյակ քրեական վարույթներ են նախաձեռնված։ Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, եւ կադրային քաղաքականության մասին։ Կադրային քաղաքականության մասին, այո։ Ազատումներ եղել են, շատ են եղել։ Շատ է եղել, մի քանի 100 ազատումներ են եղել։ Եվ բոլոր ազատումների դեպքում ես պատասխանատու ասում եմ, բոլոր ազատումները հիմնված են բացառապես իրավունքի եւ օրենքի գերակայության առաջնահերթություններին, բոլոր ազատումների հիմքում դրված եղել ընկերության լավագույն շահը, բոլոր ազատված պաշտոնյաները այս կամ այն պատճառներով կամ չեն համապատասխանել իրենց պաշտոններին, հենց իրավական առումով պաշտոնի ազնագրերի անհամապատասխանության առումով, կամ իրենց գործունեությամբ արդեն իսկ վնաս են հասցրել ընկերության օրինական շահերին, կամ իրենց գործունեության արդյունքում անխուսափելիորեն շարունակելով գործել, վնաս են հասցնելու ընկերության օրինական շահերին, եւ ես որպես ժամանակավոր կառավարիչ օրենքի ուժով իրացնելով իմ լիազորությունները բոլորին ազատել եմ իրենց աշխատանքից եւ մի քանի տասնյակ դատական հայցեր կա այս մասով արդեն ազատվածներից, հա, դատարանները ես վստահ եմ, որ որպես դատական իշխանություն մեր երկրում անկախ, ազատ, իրավական, ժողովրդավար երկրի պահանջներին համապատասխան արդարացի վճիռներ կկայացնեն, ես դրանով վստահ եմ։ Եվ բոլոր հիմքերը տվել ենք դատարաններին, մեզ այս դիրքորոշում են պահանջել, հիմքեր են պահանջել, բոլոր հիմքերը եւ դիրքորոշումները տվել ենք, որտեղ նաեւ բազմաթիվ փաստեր են վկայակոչել, որոնցով արդեն քրեական վարույթներ կան նախաձեռնված, կարգապահական սանկցիաներ կան կիրառված եւ ուղղակիորեն մատնանշենք նաեւ ընկերության շատ դեպքերում մատնանշենք ընկերության կրած ուղղակի վնասները, որոնք ընդ որում շատ դեպքերում ուղղակիորեն անդրադառնում են սակագնի մեծությանը մեր երկրում, որը տարածաշրջանում ամենաբարձր գինն ունի։ Պարոն Պետրոսյան, իսկ հրանք եղել է չմասնակցելի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Նման հրանք չեղել ժամը 5:17:30-ից հետո, հեծում աշխատանքն ավարտվում է 17:30, եթե շուրջօրյա հերթապահություն չէ, ցանկացած ոք ազատ է իր քաղաքական, կուսակցական պատկանելիությանն ու հայացքին համապատասխան մասնակցելու ցանկացած հավաքներին։ Ցանկացած ոք, չկա մեկ անձ, որ կասի, որ մենք արգելել ենք աշխատանքից դուրս որևէ հավաքի մասնակցելու, բայց աշխատանքի ժամին բնականաբար ինչի համար ենք պատասխանատու էներգետիկ անվտանգության համար, իհարկե որևէ մեկ իրավունք չունի ոչ միայն մասնակցելու, այլ բացակայելու աշխատավայրից առհասարակ։ Ժողովուրդն ապրում է մեծամասնությունը ծայրահեղ աղքատ։ Ես չեմ ստի, սիթիները լեփ-լեցուն տրաքում է, բայց շուկայից չեն օգտվում։ Գյուղացին համարյա ձրի աշխատում։ Առևտուր երբ կա, որ գոհանենք, իմ աղջիկ չկա։ Բացարձակ ձևով չկա համարյա։ Շատ տհաճ իրավիճակ է շուկայի ու խանութների համեմատական։ Ինչի համար այդպես օրինակ։ Ես չէի ասի ինչ որ ասենք արտակարգ նորություններ կա, համենայն դեպս թանկացումների հետ է կապված, ժողովուրդն ապրում է մեծամասնությունը ծայրահեղ աղքատ։ Եթե դուք
ցերեկը գաք այն աստվիամանների մեջ տեսեք ովքեր են, ուղղակի կզարմանա, հավատա։ Абսուրդ ապրելակերպ է, մարդիկ կարճածը ամենավերջին կոպեկից անգամ։ Երկու մասի է բաժանվել Հայաստանը, վերնախավ ու աղքատ։ Աղքատը 70% աղքատ է։ Միջի խավ չեմ կարծում, որ կա, հավատա։ Գնում զարթնում ենք, մեկը մյուսին սպանելուց բացի ուրիշ ոչինչ չգիտեմ։ Օրորի թանկացում չկա, այս հսկայական շուկայում մարդ չկա։ Վերջին վիճարման։ Ամեն քայլափոխի բանջարեղենի խանութները, սիթիները լեփ-լեցուն տրակում է, բայց շուկայից չեն օգտվում, որը որ կարելի է սակարկել։ Չգիտեմ, ես ինչ կարամ ասեմ ժողովրդի անունից, մենակ գիտեմ, որ շատ վատ իրավիճակ է։ Այստեղ տեղի համար գումար վճարում եք։ Իհարկե վճարում են, ո՞ւր կարանք չվճարենք։ Հենց ես ինքս շուկայի աշխատողն եմ։ Իսկ վերավաճառող եք։ Հա, ես չեմ ստի։ Ամեն դեպքում իրանց աշխատողն եմ, բայց էսի երկրորդ գործային համարը, որը որ ազնիվ մարդ իմանավանց հիմա տեղ չունի։ Okay, որ սառեցված վիճարը։ Հասարակ մի բան ինձ հարցնում են, կարալյոկա թե խուրմա, ես չեմ կարում ստեմ։ Այս քանը կարա մի 10-12 օր, ասենց մնա, որտեվ չեմ կարողանում ստեմ։ Ով ստում է լավա վաճառում։ Դե բնականաբար, բայց էլի լավ վաճառք չկա, ես համեմատականն եմ ասում։ Դերով քնամ ձեզ չի անեմ։ Լավ ասես։ Չգիտեմ, որքանով սխալ է, գյուղացին համարյա ձրի աշխատում, գյուղացին մանավեն։ Չի իրացվում ապրանքը, նայ հասարակ մի բան, բերելա գյուղացիա, ես հենց վառ օրինակը իմ կողքն է, գիտես քանի օր այս ապրանքը դրած է, հասելա, արդեն եղել է ճաշ, սա ինչ պետք է օգուտ անի, մարտունուց հասրել է ստեղ։ Հույս ունեմ, որ կլուսա, բայց ոչինչ չի փոխվել, մեկը։ Ինչ պետք է փոխվի, որ լավ լինի։ Ասեմ ինչ պետք է փոխվի, մենք պետք է փոխվենք առաջին հերթին, բնականաբար, մենք, եթե մենք մեր մեջ փոխվենք, ամեն ինչ լավ կլինի։ Բոլորը 3000 դրամ է, բայց որ լավ հաճախորդ ունենում եմ, միջացնում եմ։ Բնդուկները այս տարի շատ թանկ է։ Հաճախորդը մոտենում է, տեղական պոպոկին էլ ասում է, սա դրսի պոպոկ է։ Այդ պահը շատ վատ վիճակ է։ Ճիշտ է, շատ դժվար է, սենց մի նայեք։ Իմ աղջիկ, այս տարի պոպոկները շատ էժանաբալ է, համեմատած ուրիշ տարիների շատ էժան է պոպոկները։ Դրսի պոպոկները գալիս է 3000-3200-ից, դրա համար մեր տեղական պոպոկները դժվար է ծախվում։ Հաճախորդը մոտենում է, տեղական պոպոկին էլ ասում է, սա դրսի պոպոկ է։ Այդ պահը շատ վատ վիճակ է։ Չեն հավատում, որ տեղական է։ Պոպոկը արժի 4500։ Հիմա սրանցից ո՞րն է տեղական, ո՞րն է դրսի։ Ես դրսի պոպոկ դեռ չունեմ, բայց գալացողը ասում է, սա դրսի պոպոկ է։ Մի խոսքով 5500, 6000-ով էլ եմ վաճառում, լավ բանի աշտարակի եւ թալինի պոպոկ, լավ պոպոկներից։ Ստեղ հնդկական շատ բարձր որակը չեմ բերել, ասենք ավելի շատ թանկը կա, բայց սա այդքան շատ բարձր որակը չի։ 5500 դրամ։
Պնդուկները այս տարի շատ թանկ է։ 10,000-ից 8,000-ից, դաժե 10,000, 8,000, ամենաէժանգինը 6,000 դրամն է։ Բայց ինչու է պայմանավորված։ Դե հիմա չգիտեմ, դեռ այս պահին այդ գներն է, բայց բերողները ասում են վրացական պնդուկ ասա։ Ասում են, որ էլը կբարձրանա պնդուկի գինը։ 10,000-ից կանցնի։ Դե հիմա չգիտեմ, Աստված տա չանցնի, բայց դե ճիշտ չեմ կարող ասել, ուզում եմ ասել, մինչև 6,000-ից 10,000 դրամ է պնդուկը։ Այս բանը նուշը 5,000, 4,500 նայած հաճախորդի։ Չամիչները էլ այս տարի բարձր է 4,000, 4,000, 3,500։ Դեռ դեկտեմբերը չի, բայց շատ թանկ են, չէ՞ կարծես նախորդ տարվա համար։ Անցյալ տարի էլ էր չամիչները թանկ։ Չրեղենը իմ ձեռքի պատրաստած չրերն է, որակով, առանց շիրայի, մեր տեղական Արարատի Արտաշատի մրգերն են։ Դեղ ունեմ դեղցը, չորնի սլիվան, ծիրանը, Վիկտորիան, ռեհանը։ Բոլորը 3,000 դրամ է, բայց որ լավ հաճախորդ ունենում եմ, միջացնում եմ։ Սուջուխները 3,000 դրամ, բայց լավ սուջուխներ է։ Այս պահին չունեմ, բայց հա, լավ սուջուխները մեջը շատ համով է լինում, շատ համով է սուջուխները։ Այսքան բան։ Անդեղ ամանները էլ լավն են, ոչինչ, հիմնականում դրսի մարդիկ են տանում, ռուսներն են տանում։ Շատ են արտասահմանցի հաճախորդ։ Այո, հիմա այս տարիներին ավելի շատ։ Ասենք մեր հայրը բոլորը չրերը պատրաստում են։ Մենակ դրանք են առնում այդ ամանով չրերը, նրանք շիրայով չրեր սիրում են։ Իսկ առևտրից առհասարակ գոհ եք։ Դեռ չէ աղջիկս, բայց դե չեմ էլ դժգոհում, որտեղ ուրիշտեղ չունեմ գնալու, իմ տարիքի կանանց չեմ կարող ոչ միտեղ տենց աշխատանք ճարեմ, ոչինչ, ես գոհ եմ իմ աշխատանքից, չեմ ամանչում իմ աշխատանքի համար, ճիշտ է, շատ դժվար, սենց մի նայեք, որ սա այսքանը միջև հավաքում եմ, միջև տանում եմ, բերում եմ, արդեն տարիքս էլ առաջ չէի հոգնում, հիմա վերին աշճանի հոգնում եմ։ Ձեզ լավ եթեր։ Ձեզ, շնորհակալ եմ։